Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Դե ինչ ես քարացել, բավական է մտածես, գնա հագնվիր ու ժամադրության գնա։ Ոչ, ես չեմ կարող Կլաուդիային մենակ թողնել։ Իսկ ես ինչի համար եմ, Կլաուդիա, այստեղ արի սիրելիս, ես այստեղ կմնամ աղջկա հետ։ Դե գնա հագնվիր, զարդարվիր, գնա հագիր քո արտասովոր սքանչելի զգեստներից մեկը, բայց նվիր ու գնա։ Դե նա գալու է սիրտդ գրավելու։ Ես գիտեմ, Աուրելիոն համոզել է քեզ, խոսես ինձ հետ։ Դու գիտես, որ մենք գրազ ենք եկել, գիտես, այո։ Ոչ, ես չեմ գնա, որովհետև չեմ ուզում պարտվել, այնպես որ գնա եւ նրան ասա, որ ես չեմ կարող ընդունել հրավերը, որովհետև հոգնած եմ եւ Ոչ մի որովհետև։ Ոչինչ չասես, նա ասես խելագար լինի, այնքան հուսահատված է, այնպես որ գնա, հանգստացրու նրան։ Աչքերին նայելով ասա, որ չես ընկնի նրա թակարդը լավ, դե գնա, ես կմնամ աղջկա հետ, գնա։ Ախ, Աուրելիո, մենք միևնույն բանն ենք որոշել, իսկ դա չի կարող թակարդ լինել։ Կտեսնես, ես քեզ խելքահան կանեմ, այնպես կանեմ, որ չկարողանաս մոռանալ այս հանդիպումը։ Տեսք թրաշալի եմ։ Լսիր Զարմիկ, եթե վայրի ծաղիկ ես ուզում աճեցնել, պետք է ջրես, խնամես, պարարտացնես հողը եւ միայն քեզ համար կծաղկի այդ ծաղիկը։ Անաստասիան էլ ծաղիկի նման է, դու պետք է խնամես նրան, պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնես։ Քերը մի անհանգստացիր, ես կհետևեմ քո խորհուրդներին։ Այո, բայց արագացրու, որովհետև արդեն ուշանում ես, լավ։ Անաստասիան ասես Աուրելիոյի կոշիկի մեջ ընկած քար լինի։ Այն օրը, երբ դու իմանաս, որ նա սիրում է քեզ, վերջ կդրվի սրան եւ մեզ կհաջողվի տեսնել այս ամենի վերջը։ Հուսով եմ, գլխիցդ կհանես այդ կնոջը ու կբռնես վանականին։ Վանականը ու ես հասած մի օր դեմ առ դեմ կհանդիպենք։ Հստակ է։ Նա կվճարի ամեն ինչի համար, բայց մինչ այդ ես պետք է բռնեմ իմ կյանքի սիրուն։ Զգույշ եղիր, եղբայր։ Նա գեղեցկուհի է, Տեոբալդո։ Այո։ Այնքան գեղեցիկ է, երբ նայում ես երեխաներ ինչպես են խաղում։ Պատկերացրու, երբ Յորետան քեզ թորնիկ պարգևի կդառնա իսկական ընտանիքի անդամ։ Մի պահ պատկերացրու։ Պապիկը, հարսը եւ թորնիկը միասին։ Ճիշտ եմ, թորնիկը։ Թորնիկը, այո, թորնիկ։ Այո, թորնիկը։ Այո, թույլ տուր զգուշացնեմ, որ այս տանը դու այնքան էլ լավ վիճակում չես, որովհետև մտերմություն ես անում նման մարդկանց հետ։ Հուսով եմ դա ինձ չի վերաբերում, թույլ տուր հիշեցնեմ, որ այդ երեխան, որ կրում ես կրծքիդ տակ, կարող է եւ իմը լինել։ Դու վիսկիից ինչ-որ բան ես խառնել, որովհետև դու հաստատ խելքդ թռցրել ես, ինչ ես խոսում։ Ճշմարտությունը, այդ երեխան իմն է։ Ոչ, սա արդեն վերջն է։ Ասես բավական չէր իտալուհու եւ այդ մարդու դեպքը հիմա էլ ցնցող լուրն եմ լսում։ Վիոլետա, չեմ հասկանում, ես ցնցված եմ։ Երդվում եմ, ինձ թվում էր, թե մասնագիտությունդ փոխել ես։ Լսիր։ Ավելի լավ է գնամ թորնուհուս քնեցնեմ, Մարի թանկագինս։ Ես քեզ շատ հեքիաթներ կպատմեմ, շատ։ Տեսնում ես, որքան լավ հայր կարող եմ լինել։ Դե հիմա դու գիտես, որ երբ մեր որդին ծնվի, մենք մի ամուր ընտանիք կդառնանք։ Գնանք։ Հեքիաթն այսպես է սկսվում։ Ոչ, կարծում եմ, որ ալկոհոլը քայքայել է նրա խելքը։ Թույլ տուր ասեմ, որ այս երեխան, որ հիմա կրում եմ կրծքիս տակ, Սանտիագոյինն է, միայն նրանը։ Արի քո կենացը խմենք։ Գերազանց մասնագետի կենացը։ Ինչպես նաև իմ խոստումնալից ապագայի կենացը։ Իսկ ինչու չխմենք մեր կենացը, մեր ապագայի կենացը։ Այո, իհարկե, մեր կենացը, մեր ապագայի կենացը։
Ինչ եղավ։ Բանն այն է, որ ես մտածում էի մեր մասին։ Օվիդիո, ես պետք է իմանամ մեր հարաբերությունները հյուրանոցով ու երկու գավաթ շամպայնով կավարտվեն, թե… Բարեկամս գործի անցանք, ուրիշ էլ ինչ կարող ես անել Օվիդիո, շարունակիր խաղդ բժշկի հետ, նա դեռ պետք է քեզ։ Ինչ ես ուզում դրանով ասել։ Ինձ հետ պարզ խոսիր, ազնիվ եղիր։ Ես չեմ կծում։ Ինձ գաղտնի կամ 4 օրվա հարաբերություններ պետք չեն, ես գերադասում եմ ավելի լուրջ հարաբերություններ, որտեղ ապագա կա, որովհետև ես պրոֆեսիոնալ լինելուց զատ նաև չափահաս կին եմ, ինձ նման էժանագին պահերը չեն հետաքրքրում, ես կողակից եմ փնտրում իմ կյանքի տղամարդուն։ Ես կցանկանայի իմանալ դու ես իմ փնտրած տղամարդը, հակառակ դեպքում անիմաստ կլինի քո մեջ իմ ապագա զուգընկերոջը տեսնել։ Իսկ ինչ ես ուզում որ անեմ։ Ուզում ես ապացուցեմ, որ սիրում եմ քեզ։ Հիմարություն կթվա, բայց այո։ Ուզում եմ, որ մի բան անես, որպեսզի համոզվեմ, որ սիրում կամ ուղղակի հետաքրքրված ես ինձնով։ Իհարկե, ես լուրջ հետաքրքրված եմ քեզանով։ Բժիշկ, ինչպես է հնարավոր, որ այսքան գեղեցիկ հոգեբույժ այսպես անինքնավստահ լինի։ Ես չեմ կարող իմ սերն ապացուցել հենց հիմա։ Այն հնարավոր է ապացուցել ժամանակի ընթացքում, երբ մեր հարաբերությունները ավելի խորանան։ Դու այդպես չես կարծում։ Այո, այո, իհարկե։ Դա ապագան ցույց կտա։ Սա արդեն երկրորդ անգամն է, ինչ մենք հանդիպում ենք։ Դու ինձ շատ ես դուր գալիս։ Ես ուզում եմ քո մասին ամեն ինչ իմանալ։ Ինձ սիրուհի հարկավոր չէ, իսկ թե դու իմ փնտրած կինն ես, թե ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Իսկ հիմա մենք ճիշտ ճանապարհին ենք։ Դու էլ ինձ ես շատ դուր գալիս։ Ինձ դուր է գալիս, երբ այդպես ես խոսում։ Ես էլ եմ կարծում, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Դելև Աուրելիո։ Հիշիր, որ քո հաջողության գրավականը ամեն մի մանրուք հաշվի առնելն է։ Այո։ Ունենք սառը շամպայն եւ անուշաբույր թարմ ծաղիկներ։ Գեղեցիկ զարդարված սեղան, ճոխ ընթրիք, մոմեր։ Իհարկե, ներգա։ Պարոն, դուք սպասելու եք, թե ուզում եք միայն ակընտրել։ Ոչ, կսպասեմ։ Շնորհակալ եմ։ Ինչու երբ ամեն անգամ նայում եմ քեզ, ասես դառնում եմ փոթորիկ ու մաքրում ճանապարհից պատահած ամեն մի խոչընդոտ։ Այն ամենից հետո ինչ մենք խոսեցինք, ինձ այստեղ այս հյուրանոցում մենակ ես թողնելու, այո, այդպես ես վարվելու, ինձ հետ գնալու ես։ Եթե գոնե մի փոքր համակրեիր ինձ, նման բան չէիր անի։ Իրավացի ես։ Ես ինձ կենթանու նման եմ պահում։
Եթե ուզում ես կարող ես խփել, անպատվել։ Լավ, իսկ հիմա հագնվիր, որովհետև ուզում եմ քեզ մի շատ գեղեցիկ տեղ հրավիրել, որպեսզի ապացուցեմ, որ սա ամենևին էլ խաղ չէ։ Իսկապես, դա ինձ դուր է գալիս։ Սպասիր ինձ, ես 5 րոպեից պատրաստ կլինեմ։ Bien, bueno, pues. Este Այս yo-yo se me ամենը está գնալով enredando. ավելի է խճճվում։ Հրաշալի է։ Ես ուզում եմ, որ այսօր մոռանանք ողջ աշխարհի մասին ու երջանիկ լինենք։ Այսօր ուզում եմ, որ ես ու դու ընկերձ լինենք։ Դե ես այսօր շատ երջանիկ եմ, որովհետև այսօր ես եւ Օվիդիոն ստորագրել ենք ապահարզանի փաստաթղթերը։ Te escribí, vale, y te quedaste en visto. Mi corazón haciendo cola frente a tu nombre trístico. Վիոլետա, ասա ինձ դու վստահ ես, որ երեխան Սանտիագոյինն է։ Հիմար մի եղիր։ Իհարկե նա է իմ ամուսինը։ Ներիր, բայց այսպիսի մի ասացվածք կա, որ ճշմարտությունն ասում են երեխաները, հարբած մարդիկ եւ խելագարները։ Տեոբալդոն միշտ էլ խորամանկ է եղել, իսկ հիմա երբ խմիչքով է տարվել մարդկանց գլուխներն անիմաստ ու սուտ բաներով է լցնում, այնպես որ այդպիսի բաներ մի ասա, թե չէ ես հիմա կապտակ եմ քեզ։ Լսիր, ես քեզնից չեմ վախենում, բացի այդ ես համոզված չեմ, որ դու Սանտիագոյի հանդեպ կեղտոտ խաղ չես խաղում։ Ասա ինձ նա տեղյակ է, որ քո սկեսրայրը կասկածում է, որ այդ երեխան միգուցե եւ իրենն է։ Y ya sabe la nueva sospecha que hay con su nuevo hijo. Լսիր, թե քեզ ինչ եմ ասում։ Ես զգուշացնում եմ, որ եթե փորձես Սանտիագոյի գլուխը նման հիմար բաներով լցնել, ես կսպանեմ քեզ, եղավ։ Տեոբալդոն անընդհատ փորձում է խափանել իմ ու Սանտիագոյի հարաբերությունները։ Նրան հաջողվել է կյանքս թունավորել։ Եթե դու համարձակվես նման հիմար բաներով լցնել Սանտիագոյի գլուխը, այդ ժամանակ կիմանաս, թե ով է իրականում Վիոլետա Սիլվան։ Իսկ ով է։ Բորովսկի։ Քեզ ում տեղն ես դրել։ Մարիամ Մագդաղենացու, այո։ Լսիր, անբարոյականը մնում է անբարոյական։ Գիտես ինչ, Սանտիագոն ինձ դուր է գալիս։ Եվ ես հնարավոր ամեն բան կանեմ, որ գրավեմ նրան։ Դու նրան արժանի չես, եւ ես իմ պարտքն եմ համարում նրան ամեն ինչ պատմել։ Դե Ֆակունդո, այդ ինչ լավության մասին է խոսքը։ Ինչ անեմ։ Հանգիստ։ Դա շատ հեշտ է։ Ես եւ դու մի շատ ծանոթ գլուխկոդրուկ կլուծենք։ Ուզում եմ, որ ասես, ընտանիքի անդամներից ով է ամենից շատ վրդովված Տոնի դեմ։ Ով է բողոքում, որ նա թույլ չի տվել, որ իր կյանքի երազանքն իրականանա։ Ոչ, սպասիր, ես քեզ չեմ հասկանում։ Ոչ, հանգիստ, եթե դու գիտես այո եւ ոչ ասել, ուրեմն մենք դա շատ ավելի շուտ կպարզենք։ Այն թե չսկսես փնթփնթալ Աուրելիոյի ու նրա անպան ընկերոջ նման։ Մոտեցիր, արի։ Այս մեկը։ Այո, դա իմ եղբայր Օվիդիոն է։ Այսպես, հնարավոր է, որ նա լինի վանականը։ Դա, դու չես կարող, որովհետև գիտեմ, որ քիչ էր մնացել, որ նա քեզ այն աշխարհն ուղարկեր։ Այո, բայց այդ ինչ եք անում, պարոն Ֆակունդո։ Հանգիստ, հիմա կտեսնես։ Սա։ Այո, դա իմ հայրն է, Տեոբալդոն։ Այս մեկը։ Դա իմ հորեղբայր Ակվիլեսն է։ Այո, դա իմ մայրն է, Ագրիպինան։ Հորաքույր Կոնստանսան է։ Ոչ, Պիան ոչ։ Ոչ։ Ուրեմն սա մեջտեղում կդնենք։ Ինչու ես այդտեղ դնում։ Որովհետև երբեք չես կարող վստահ լինել։ Գրողը տանի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սուշի հրաշալի է։ Հաճերին ու գեղեցիկը տեսնելու համար տղամարդիկ պատրաստ են ծախսել իրենց ողջ աշխատավարձը։ Արի, վերջ տանք հպարտությանը։ Ասած բնած դարձածին մի այնպես չէ։
Այստեղ միայն կերակուրն է պարզ ու հեշտ։ Մնացած այլ բաները բարդ են։ Իսկ այլ բարդույթը մենք ենք առաջացնում։ Թույլ տուր ասեմ, որ ես քեզ համար բարդություն չեմ, ես քեզ համար պարզապես անհնարին եմ, Իսկապես, անհասանելի։ գիտես ինչ, երբ ամեն ինչ այնքան բարդ է, որ ասես դրանից դուրս գալու երկ չկա, այդ իրավիճակը հաղթահարելու համար մարդը պետք է կարողանա ստեղծագործի։ Ավելի լավ կանեիր, եթե գովազդային գործակալություն դիմեիր ու մի կարգին գովազդ պատվիրեիր, որովհետև սուշին ու մնացած այլ բաները այդքան էլ բավարար չեն ինձ համոզելու համար։ Գիտես ինչ, սկսիր ուտել, ավելի ճիշտ, ինքդ վերջացրու ընտրիկը, որովհետև ես միանգամից քաղցրավենիքին եմ անցնում։ Կտեսնենք Վիոլետա, արի հանենք մեր դիմակները, ես կարծում եմ, որ եթե ես քիչ-քիչ գրավեմ Բորովսկի ընտանիքը, ես կկարողանամ այնպես անել, որ դու Սանտիագոյից հեռու մնաս։ Իսկապես, իսկ միթե դու նրա հորաքույրը չէիր։ Իսկ միթե դու անառակ չես։ Եվ Տեոբալդոյի սիրուհին, որը չխանգարեց, որ ամուսնանաս Սանտիագոյի հետ, այնպես որ եթե ուզենամ քեզ դուրս վռնդել այստեղից, շատ հեշտությամբ կանեմ դա եւ բոլորին կօգնեն։ Իսկապես, ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ես դա անելու, որովհետև այս տանը ոչ ոք չի հավատում, որ դու Հելենայի դուստրն ես, ոչ ոք բացի քեզնից։ Սիրելիս, ասես հանգուցյալ լինես, որ այն աշխարհից հարություն առած եկել ես քո բաժին ժառանգությունը պահանջելու։ Ոչ, գիտես ինչ, Սանտիագոն էլ է ինձ հավատում եւ ասեմ, որ նա ինձ ավելի շատ է վստահում, քան քեզ։ Ելքը դրանում Սանտիագոն մեղավոր չէ, խեղճ տղա, ախր ինչպես վստահի անբարոյականին։ Ինչ կմտածի Սանտիագոն, երբ իմանա, որ այդ երեխան, որին դու սպասում ես, իր հոր երեխան է։ Լսիր, այլևս մի շարունակիր, որովհետև ես երկար չեմ մտածի քեզ խփելուց առաջ, լսեցիր։ Ինչ տհաճ է Վիոլետա, քեզ թվում է այն ամենից հետո ինչ դու արել ես կարող ես Սանտիագոյի հետ երջանիկ լինել։ Ինձ ես զգույշ եղիր, լսում ես, նախազգուշացնում եմ քեզ։ Այդ ես եմ նախազգուշացնում, այն ժամանակ երբ Սանտիագոն ցանցանա քեզնից, նա կսկսի նկատել, թե ինչպիսի խաբեբե անառակ ես դու։ Նա ամեն ինչ կթողնի կլքի քեզ։ Այդ ժամանակ ոչ մի որդի նրան ետ չի պահի։ Նա իմը կլինի, ես կամուսնանամ նրա հետ, հիշիր, ես մաքուր կին եմ եւ ոչ մի տհաճ անցյալ չեմ ունեցել։ Yo soy una mujer limpia y sin pasado. Դու միշտ այս ընտանիքում ես ապրել, հետևել ես ամեն անցուդարձին, անկիր գիտես բոլորի լավ ու վատ կողմերը։ Լավ մտածիր, դու կարող ես օգնել ինձ բացահայտել, թե ով է վանականը։ Շատ լավ, կանեմ այդպես։ Իսկ այս աղջիկը Էմիլիան։ Ոչ, ոչ, ինձ այդպես չի թվում։ Նիկոլասը։ Դա նա միշտ տեսախցիկով է լինում եւ տեսագրում է ամեն ինչ։ Նա ասում է, որ ֆիլմեր շատ է սիրում։ Յոլանդան ոչ, Յոլանդան չեմ կարծում։ Ոչ, Լեոնը։ Ոչ, չի կարող մարդասպան լինել։ Վանականը նրա վրա է հարձակվել։ Դե վերջերս Կլեմենտինան է իրեն շատ տարօրինակ պահում։ Այո, շատ տարօրինակ է դարձել։ Մի տեսակ ագրեսիվ է։ Բոլորին վիրավորում է, այո։ Նա կարող է կասկածյալ լինել։ Իսկ եթե մենք այս երկուսին նայենք, ինչ ես կարծում, ինչ կլինի։ Աստվածին, պարոն Ֆակունդո, այլևս չեմ կարող։ Ես չեմ կարող ասել, թե իմ ընտանիքի անդամներից ով է մարդասպան եւ ով ոչ։ Ինքներդ պարզեք դա։ Աուրելիան գոհվում ձեզ։ Դե, ինչպես ասում է Կատալինան, կերար կշտացար, իսկ հիմա գնալու ժամանակն է։ Գնա։ Ամեն ինչ շատ համեղ էր, բայց ես պետք է գնամ։ Ես խնդրել եմ, որ Վիոլետան մնա աղջկա հետ, չեմ ուզում չարաշահել նրան։ Առայժմ, վաղը կհանդիպենք։ Թող երազների թրեշտակները քեզ պաշտպանեն։ Tierra mía, acampado se encontraba un requinto y una voz que sollozaba y me decía, locamente enamorada del sargento. Մի հեռացիր։ Երեկոն դեռ նոր է սկսվում։ La mujer del sargento idolatraba y a pesar de ser valiente era bonita, que hasta el mismo coronel la respetaba y se oía que decía aquel que tanto la quería.
Anastasia se fuera con otro, la seguiría por tierra y por mar. Si por mar en un buque de guerra, y si por tierra en un tren militar. ¡Ay, ay, 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 ay! Պապիկ։ Լսիր, պապիկ։ Մենք իրենց քեզ հետ ենք ուզում խոսել։ Այո, իսկ ինչի մասին։ Լսիր, պապիկ։ Դու իսկապես կարծում ես, որ Լուսիան Հելենան տատիկի դուստրն է։ Տեոբալդոն հետաքրքրվել է, ասում է, որ այո։ Դե բանն այն է, պարոն Տոնի, որ մենք մի կարևոր նորություն ունենք ձեզ հայտնելու։ Պատկերացնում եք, ես պատահաբար լսեցի, թե Կատալինան ինչ էր ասում։ Եթե պատմեմ կքարանաք։ Ասա աղջիկ, խոսիր։ Դե ես լսեցի, որ Կատալինան ասաց, որ տիկին Հելենան ոչ թե մեկ, այլ դե դու գիտեք։ Տեսեք, ահա իմ աղջիկները նորից խոսում են հայրիկի հետ։ Այդ ինչ էր ասում, Յադիրա։ Հիմա ինչ եք օրինել։ Ոչինչ էլ չենք օրինում։ Բանն այն է, դե պապիկ, մենք պարզապես չենք ուզում խաբել քեզ, ահա թե ինչու մենք տղտիկին Հելենայի դստեր հետքերն ենք որոնում։ Լսիր, Էմիլիա Մարգարիտա, թույլ տուր քեզ մի բան ասեմ։ Ցած իջիր ամպերից, ես քեզ արդեն ասել եմ, որ դու մայրիկի դուստրը չես։ Լավ, վերջ, բավական է, լռեք։ Պատվիր աղջիկս, ասա ինչպես, Հելենան միայն մեկ դուստր չի ունեցել։ Ոչ, պարոն, նրանք 3-ն են եղել։ Այո, որովհետև Կատալինան ասում էր, որ տիկին Հելենան 3 դուստր է ունեցել, որոնց Դեմետրիան է մեծացրել։ Նշանակում է, որ նրանք այդ 3 ավազակները մայրիկի… Ոչ, չի կարող պատահել։ Ոչ, Աստված իմ։ Նորից Կոնստանսա, բայց խնդրում եմ, օգնիր ինձ, օգնիր։ Սպասիր։ Կեցեք։ Շնորհակալ եմ, մայստրո։ Խնդրեմ։ Կեցեք, դուք հիանալի, շատ լավ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Քեզ դուր եկավ։ Այո, միթե դու դա չգիտեիր։ Դեռ ուզում ես գնալ։ Դե… Ճիշտն ասած, ես ընդունում եմ, որ նրանց երգը սքանչելի ստացվեց, 20 միավոր օգուտ քեզ։ Բայց ինչ-որ մի սիրերքի համար ես չեմ պատրաստվում հանձնվել, դեռ այնքան շատ բաներ կան։ Պարանք։ Դա ինչ է կատարվում։ Արդեն սկսում ես հանձնվել։ Բանն այն է, որ դու ինձ նյարդայնացնում ես։ Այո։ Իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Որովհետև իմ ուզածն հենց դա է։ Քեզ նյարդայնացնելը։ Դու պատկերացնում անգամ չունես, թե քեզ որքան եմ սիրում։ Եվ թե ուր եմ տանելու շատ շուտով։ Աուրելո, դու չափն անցնում ես։ Այո։ Ես անցնելու եմ չափը։ Հավատացած եղիր։ Ես դա կանեմ։
Ինչպես կարող եմ Գրեգորիային հեղի վիճակում լքել։ Ոչ, ես այստեղ եկայով փրկեցի նրան։ Թույլ չտվեցի, որ հղիությունը ընդհատվի, որովհետև ես ուզում եմ երեխա ունենալ։ Ես այդ մասին անգամ չէր մտածում։ Բայց խնդրում եմ Տեր Աստված, խնդրում եմ։ Այնպես սարավոր երեխան առողջ ծնվի։ Խոստանում եմ, որ 1000 անգամ մատուրաստիճաններով վեր կբարձրանամ։ Ես Մագելանեսի նման կվարվեմ։ Բոլոր աստիճանները ծնկաճոկ կբարձրանամ, այո։ Կփոխեմ իմ կյանքը։ Խնդրում եմ։ Խնդրում եմ, ինձ երջանկություն պարգևիր։ Թույլ տուր իմ որդին ծնվի։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես է առաջին քայլերն անում, ինչպես է առաջին բառերն արտասանում։ Թողներ շուրթերին իսկապ վանիլային պաղպաղակի համը։ Թող տեսնի ու ճանաչի աշխարհը։ Աղաչում եմ Տերին։ Թող նա խելացի լինի։ Ու գնահատի քեզ։ Ու այն կյանքը, որ պարգևել ես նրան։ Ես քեզանից անչափ շնորհակալ կլինեմ։ Խնդրում եմ։ Խնդրում եմ։ Խնդրում եմ ինձ որդի պարգևիր։ Սիվա։ Ես ինձ ամպերի վրա եմ զգում, Աուրելիո։ Ես քեզ խոստացել եմ, որ մեր առաջին գիշերը յուրահատուկ է լինելու, հիշում ես։ Ինչ ես կարծում։ Ինչպես պիտի զգայր քեզ։ Շատ լավ։ Այնքան լավ, որ կանգնած ստեղ ընկնում եմ, բայց դա այնքան էլ հեշտ բան չէ, Աուրելիո։ Դա հեշտ չէ, որովհետև ես զգում եմ, որ մենք լավ բան չենք անում, այս ամենը վատ է վերջանալու, Աուրելիո։ Ոչ, ոչ։ Ինչու ես այդպես մտածում։ Ինչու ես կարծում, որ ամեն ինչ վատ է վերջանալու, եթե մենք սիրենք միմյանց։ Ասա ինձ։ Ինչ ես ուզում։ Ուզում ես հենց այստեղ կանգ առնենք։ Ինչպես ես համարձակվում ինձ նման բան հարցնել։ Ես հիմար չեմ, որ ամեն ինչ այսպես թողեմ ու հեռանամ։ Ուրեմն։ Բանն այն է, որ այնքան էլ հեշտ բան չի Աուրելիո, հասկանում ես։ Այնքան էլ հեշտ բան չէ քոնը դառնալ հենց այսպես։ Ես չափազանց կարևոր փոխզիջման եմ գնում։ Եղավ։ Ես վախենում եմ։ Վախենում եմ։ Աուրելիո։ Աուրելիո, դու պատրաստվում ես ինձ այստեղ մենակ թողնել։ Աուրելիո, դե լավ, վերջացրու։ Աուրելիո։ Դե լավ, ուր կորավ այս մարդը։ Աուրելիո։ Aureliano! Oh.
Հիմա ինչ անցավ մտքովդ։ Շատ լավ, լավ։ Քեզ թվում է, թե պիտի կարծեմ, թե իբր խեղդվել ես, այո։ Հիմարիկ, դուրս արի այդտեղից, Աուրելիո։ Աստված իմ չլինի, թե իսկապես խեղդվել է։ Աուրելիո, դե վերջացրու, Աուրելիո։ 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 Գրողը տանի, ինչպես վախեցա։ Սա էլ էր գայթակղելու քո ծրագրի մի մասը։ Ոչ, մասը չէր, բայց ես այստեղ մի բան ունեմ, որը մասն է կազմում։ Ուզում ես տեսնել։ Այո։ Անաստասիա, ամուսնանաս ինձ հետ։ Casarte conmigo. Porque mi amor cabe perfecto entre tus manos. Se hace... Ինչ է ինձ հետ կատարվում։ Սա ինչ էր։ Ինչու է գլուխս պտտվում։ Անգամ չեմ կարողանում քայլել։ Սա է նշան իմ սիրո Անաստասիա։ Իրավացույց այն բանի, որի մտադրությունները քո հանդեպ շատ լուրջ են։ Աուրելիո, ես չգիտեմ, թե ինչ ասեմ։ Ինչ-որ բան ինձ ասում է, որ ժամանակն է փախչել այստեղից։ Դե ում ես սպասում։ Ուզում ես ինձ այս վիճակում այստեղ թողնել։ Աուրելիո, եթե ես հենց հիմա չփախչեմ, ես մոխրոտի նման իմ կոշիկը չեմ թողնի այստեղ, այլ մի մեծ ամոթի զգացում, որը տանջելու է ինձ անընդհատ։ Հասկանում ես ինձ։ Այո։ Այո, ճիշտ է։ Արի հենց այստեղ էլ կանգ առնենք։ Բայց հիշեցնեմ քեզ, որ դու ամբողջովին թաց ես։ Գոնե դու քեզ մի տեղ տանը, որտեղ կարող ես փոխել հագուստդ ու չորանալ։ Լավ, բայց մի բարկացիր ինձ վրա, լավ։ Ամեն ինչ հիանալի էր։ Ես անչափ հուզված եմ։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, ամեն ինչ հիանալի էր։ Ես մեռնում եմ քեզ հետ մնալու ցանկությունից, բայց այդպես չի կարելի։ Դա սխալ է։ Դու հասկանում ես ինձ։ Այո։ Հասկանում եմ։ Արի գնանք այստեղից։ Արի գնանք։ Ահա իմ կոլումբիական անձնագիրը։ Ես 26 տարեկան եմ, ծնվել եմ Վենեսուելայում, բայց մեծացել եմ Կոլումբիայում։ Ապրել եմ ծնողներիս հետ, երբ հայրս մահացավ, ես ու մայրս մենակ մնացինք։ Ես մեծացել եմ մի
միլիոնատեր հրեայի ընտանիքում։ Մայրս այնտեղ աղախին էր։ Այդ ժամանակվանից ի վեր ես միշտ երազել եմ կազմակերպել իմ սեփական երեկոները ու ընթրիքները, տոնակատարությունները, որտեղ ես կլինեմ ուշադրության կենտրոնում։ Ներեցեք։ Դուք ինձ այլ բան էիք հարցրել, չէ՞։ Ես չեմ հիշում, թե ինչ էիք հարցրել։ Ոչ, այո, հիշեցի։ Ինչ հույսեր եմ փայփայում ապագայի վերաբերյալ, այո։ Ասեմ, հրեաների մոտ աշխատելով ես ոչ մի հաջողության չէի հասնի, բայց այստեղ ես հնարավորություն ունեմ ամուսնանալ կամ Աուրելիոյի, կամ էլ Սանտիագոյի հետ, այդպես ես կարող եմ այս տանտիկինը դառնալ։ Լավ, ներեցեք։ Իսկ ուրիշ էլ ինչ եք ուզում իմանալ։ Կոկորդս ցավում է, ես մրսում եմ։ Դու ինձ այստեղ մենակ չես թողնի, չէ՞։ Դե ես չգիտեմ, բայց եթե դու քեզ վատ ես զգում։ Լավ, ես այստեղ կմնամ քեզ հետ, բայց մինչև հյուրանոցի լվացքատնից ետ բերեն մեր հագուստը, լավ։ Իհարկե։ Որովհետև ես չեմ պատրաստվում այս տեսքով տուն գնալ։ Մի նայր ինձ այդպես, թե չէ կսկսեմ ուրիշ բաներ մտածել։ Այո, այնպիսի դեմք ես ընդունել, ասես ինչ-որ մեկը քեզ զոռով ապուր է կերակրում, իսկ դու չես ուզում ուտել։ Աստված իմ։ Ես քեզ լավ գիտեմ, ես զգուշացնում եմ, ոչ մի հետաքրքիր բան էլ չի լինելու, այնպես որ հանգիստ պառկիր և տեղից չշարժվես։ Այո, բայց սպասիր։ Դու ինձ հետ չես պառկելու։ Չես սիրկելու ինձ, որ այս անտունելի դողն անցնի։ Ակացրու ինձ, խնդրում եմ։ Լավ։ Պաղպաղակի մեքենան հիմա մոտենում է քեզ։ Ես չեմ կարող, բայց… Ոչինչ, լավ։ Tú llegaste así, sin avisar, con tus risas cortas mi debilidad, manos que se Ես շատ եմ մրսում։ Այո։ Այո, ես ինձ վատ եմ զգում։ te quedas más. ¿Y cómo explico lo que Դու այս ամեն ինձ համար ես անում այնպես չէ։ hasta el aliento cada vez que tú te acercas? Այո, ամեն ինչ քեզ համար եմ անում։ Porque mi amor cabe perfecto entre Ես քաջորդ քայլս կլինի այն, որ ես ամեն ինչ կանեմ, որ դու չհեռանաս իմ կողքից։ Բայց ես չեմ ուզում, որ սպանես քեզ։ Rompe el invierno de mi cuarto, se vuelve eterno cada abrazo, no hay vuelta atrás, no hay vuelta atrás. Nos empapa un vaso que se cayó, nos miramos fuerte, nadie habló, tu perfume vive en mi colchón. Sin անիմաց սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել եմ ու